որ Աստված մեր հոգևոր երջանկությունը այստեղ լինելու, այսօր սեղանի առջև, որի վրա միշտ ամեն կիրակի և ամեն մեծ տոներին հանապազ մատուցվում է Սուրբ Պատարագ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ մարմինն ու արյունը։ Եվ Աստված երկնքից իջնելով ամեն անգամ պատարագի ժամանակ բնակվում է այս բաժակի մեջ և մարմնանալով այդ բաժակի մեջ և բնակվում է մեր մեջ։ Ըստ Հովհաննես ավետարանի այն խոսքի, որ ասում է, թե և բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ, նրա փառքը տեսանք հորից միասնի փառքի պես։ Ով կարող է քննել մարդու մտքի խորությունը։ Արդյոք կարող է խորամուխ լինել և հասկանալ, թե ինչպես է այն խորվում և ինչպես է ծնում խոսք։ Առավել ևս մենք չենք կարողանա ըմբռնել և հասկանալ Աստծո մտքի խորությունը, որից ծնվում է իր անճարելի որդին, անճարելի հավիտենական խոսքը, բանը, որի մասին Հովհաննես ավետարանիչն է ասում։ Եվ ահա Սաղմոս գրքից էլ կարդացինք այս հատվածը, որ ասում է առաքեց իր խոսքն ու բուժեց նրանց և փրկեց նրանց իրենց ապականությունից։ Խոսքը Աստծո միածին որդին է։ Մենք հավատում ենք, սիրելիներ, որ Աստծո միածին որդին նույն ինքը, որ էությունից է։ Աստված է Աստծուց, լույս է լույսից, ճշմարիտ Աստված, ճշմարիտ Աստծուց։ Ահա նրա ծննդյան տոնն է, որ այսօր մենք տոնում ենք։ Ահա նա է, որ իր անճարելի և սքանչելի մարդասիրությունից դրդված, խոնարհվելով երկնքից, ծնվեց մարդուց և նրանից ստացավ մարմին, միտք և հոգի և ամեն ինչ որ մարդուց է, ճշմարտապես և ոչ կարծիք, ինչպես մենք մեր հավատամքի մեջ ասացինք։ Այսինքն կատարելապես մարդացավ, ստանալով մարդկային ամեն բան բացի մեղքից, որովհետև նա լույս է և նրա մեջ խավար չկա։ Նա կյանք է և նրա մեջ մահ չկա։ Նա արդարություն է և նրա մեջ մեղք չկա։ Եվ եթե մենք ասում ենք, թե մեր հայրերը այս մեզ ավանդած հավատամքի մեջ ասում են, թե ստացավ Սուրբ Աստվածածնից հոգի, միտք և մարմին և ամեն ինչ որ մարդուց է ճշմարտապես և ոչ կարծիք, դրա մեջ մեղքը չենք տեսնում։ Այլ ասում ենք այսպես, որպեսզի ցույց տանք, որ մարդկային ոչ մի բան չկար, որպեսզի Տեր Հիսուս Քրիստոս Աստծո միածին որդին չստանար, որովհետև այդ ամենը Աստված կամեցավ բուժել մեղքից։ Դրա համար է, որ Դավիթ մարգարեն մարգարեաբար ասում է, առաքեց իր խոսքն ու բուժեց նրանց և փրկեց նրանց իրենց ապականությունից։ Սիրելիներ, մենք Քրիստոսի խորհրդական մարմինն ենք։ Մենք ենք ըստ Պողոս առաքյալի, որ կազմում ենք հոտերով և հոտակապերով նրա սուրբ մարմինը, սուրբ եկեղեցին, ով ամեն անգամ, ամեն պատարագի ժամանակ նորոգվում է այս սուրբ հաղորդության միջոցով։ Մարդը չէ, որ կարող է եկեղեցին նորոգել, այլ Քրիստոս Աստված, որ ամեն անգամ, դարձյալ ասեմ, պատարագի ժամանակ նորոգում է մեզ իր մարմինը,
որովհետև ամեն անգամ, երբ ճաշակում ենք նրա սուրբ մարմինն ու արյունը, մենք մաքրվում ենք մեղքից և ապականությունից։ Այսօր կարդացինք Եսայու մարգարեությունից մի հատված, որտեղ որ Աստված ասում է Աքազին, թե Տիրոջից նշան խնդրիր, և նա ասում է, չեմ փորձի Տիրոջը, նրանից նշան չեմ խնդրի, և Աստված ասում է Աքազին, դուք բոլորդ Դավթի որդիներ եք։ Հեշտ բան է մարդուն նեղացնելը, բայց այժմ Աստծուն եք ուզում նեղացնել, որովհետև ձեզ ուրիշ նշան չպիտի տրվի, ձեզ պիտի նշան տրվի, ասում է, ահագույսը պիտի հղանա և ծնի որդի, և նրան պիտի կոչեք Էմանուել, և Մատթեոս ավետարանիչն էլ թարգմանում է, որ կոչվում է Աստված մեր մեջ։ Այո, եթե Աստված մեր մեջ է սիրուներ, ինչպես ասացինք այս սուրբ հաղորդության շնորհիվ, ապա եկեղեցին ոչ ոք չի կարող վնասել, որտեղ Աստված մեր մեջ է։ Այս իմաստով հարազատներ, նրանք, ովքեր փորձում են եկեղեցուն հարվածներ հասցնել, տրտմեցնում են Աստծուն և ձեզ համար ասում է, այժմ դուք Աստծուն եք նեղացնում։ Սիրելիներ, դարձյալ պիտի կրկնենք այս խոսքը և ցնծանք ուրախությունից, որովհետև Աստված մեր մեջ է, սուրբ ծննդյամբ իր աշխարհ գալով և ամեն անգամ, երբ կատարակի մեջ, այս հացի և գինու մեջ մարմնանում է, և ամեն անգամ, երբ մենք ճաշակում ենք, ինչպես ասացի, նորոգվում ենք, ամեն անգամ վերածնվում ենք, որովհետև ամեն անգամ, երբ մեղք ենք գործում, ընկնում ենք մեղքի մեջ, ապա մեռնում ենք մեր ցանկություններով։ Մինչդեռ Աստված իր բարերարությամբ և ողորմածությամբ նորոգում է մեզ ամեն անհայրությունից, ինչպես որ Հովհաննես ավետարանիչն է ասում, նրա սուրբ մարմինը մաքրում է մեզ ամեն անհայրությունից։ Ովքեր ցնծալով, ուրախանալով, փառավորենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին այս մեծագույն շնորհի համար և գովենք ու փառավորենք նրան ասելով, օրհնյալ է քո սուրբ ծնունդը, ով Տեր, և մենք փափագելով մեր փրկությունը ահա քո առջև ենք և կամենում ենք քո շնորհած փրկությունը, ասելով օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։
Շվայցությամբ և արպեցությամբ մեղաս։